կորձող իշխանությունները լավ գլներ որ այս հարցը դուք չդաք, ես փորձեմ հիշատակել կորձող իշխանությունները շատ են ուզում, որ ինչպես 18 թվականին մեր քաղաքական ուժի նկատմամբ ձևավորեն մի գարձիկ, որ այս ուժը որ լինի պատերազմ է լինելու։ 18 թվականին նույն դրամապանությամբ նրանք մեզնից տասնյակ հազարավոր ցայներ բացրեցին, ասելով որ սասնազրեր եթե լինեն ազգային ժողովում պատերազմ է լինելու։ Մենք ասում ենք, եթե մենք լինենք, մենք պատերազմը կանխելու ենք։ Հակառակ մեզ չլսեց մեր ժողովուրդը եւ մենք 20 թիվը ստացանք։ Այժմ մենք ասում ենք, մենք եթե չլինենք առաջկա ազգային ժողովում, պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Երբ է տեղի ունենում պատերազմները։ Ես փորձեմ թվարկել մի քանիսը։ Շատ կարճ բարձր։ 3-4 կետ գներեք։ Ուրեմն առաջնահերթորեն երբ դվյալ ասենք ճշտամի պետություններից որևէ մեկը գտնվում է շատ թույլ վիճակում։ Խնդրեմ, այսօրվա Նիկոլյան պետությունը գտնվում է պաշտպանական իմաստով շատ թույլ վիճակում եւ երբեք ցկտում չունի ուժեղանալու։ Նիկոլը եթե մնա պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Այսպես կարող եմ ես երկար խոսել։ Այսինքն պատերազմի գուսակցությունը Նիկոլ Փաշինյանն է։